Ընտրություններից օրեր առաջ կենսաթոշակների 10,000 դրամով բարձրացումը փաստացի ընտրակաշառք է, իսկ հակակոռուպցիոն եւ քննչական կոմիտեների կողմից տարածվող հաղորդագրություններն ու մոնտաժված ձայնագրությունները սև PR-ի գործիք ընդդիմադիր ուժերի դեմ։ Սահմանադրական դատարանում եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ներկայացնելով քաղաքացիների շրջանում իրականացված հարցումների արդյունքները։ Փետրվարի 7-ին հաջորդած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակները բարձրանում են 10,000 դրամով եւ դա իբրև ներկայացվում է մի գործողություն, որ ոչ մի կապ չուներ քաղաքական իրադարձությունների հետ։ Բայց եթե նման կապ չուներ բարձր դատարան, խնդրում եմ այս հանգամանքի շուրջ իսկապես խորհել։ Ինչի համար է 2025 թվականի դեկտեմբերին այդ նույն կուսակցության առաջնորդը ազգային ժողովի ամբիոնից հենց որպես վարչապետ հայտարարում, որ դրա կարիքը չկա։ Իշխանությունն իր ամբողջ գործիքակազմը օգտագործել է ընտրության արդյունքների վրա ազդելու համար։ Ըստ այդ նույն հետազոտության, որը մենք ներկայացրել ենք բարձր դատարանին, մեր հայրենակիցների 21%-ը լսելով այդ ձայնագրությունները չեն տվել իրենց քվեն ընդդիմադիր հայացքներ ունեցող ուժերի։ Ինչ ազդեցություն է հետևաբար այս ամենը ունեցել։ Մեղմ ասած բարձր դատարան էական։ Հակակոռուպցիոն կոմիտեն ինչի համար պետք է ներքաշվեր քաղաքական գործընթացների մեջ։ Ինչի համար։ Վարդևանյանի խոսքով հակակոռուպցիոն եւ քննչական կոմիտեները որևէ անգամ չեն խոսել այն մասին, որ նախաձեռնված քրեական վարույթներից կալանքի միջնորդություններից շատերը մերժվել են հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Մենք խոսում ենք այնպիսի ընտրության արդյունքների մասին, որտեղ որևէ մեկ ուժ 50%-ից ավելի ձայն հանրության վստահության քվե չի ստացել։ Հետևաբար նույնիսկ թվով 10, թվով 20 ընտրական տեղամասերի արդյունքների վերանայումը կամ վերաքվեարկությունը էական ազդեցություն կարող է ունենալ։ Իշխանությունները չեն ցանկանում անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, քանի որ այն ռեսուրսը, որն իրավախախտումների համար իրացվել է, եւս մեկ անգամ իրացման դժվարություններ են ունենալու։ Բարձրագույն դատարանի բակում արդեն պատասխանելով լրագրողների հարցերին ասաց Վարդևանյանը։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։